Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարները հետաձգել են իրենց մասնակցությունը Ուկրաինայի հարցով չորեքշաբթի օրը նախատեսված հանդիպմանը։ Այն բանից հետո, երբ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հրաժարվել է մեկնել Լոնդոն։ Այս մասին հայտնում է Sky News հեռուստաալիքը։ Փոխարենը բանակցություններ կանցկացվեն 5 երկրների պաշտոնյաների միջև ըստ անվտանգության եւ պաշտպանության հեռուստաալիքի թղթակից Դեբորա Հեյնսի։ Հեռուստաալիքի տվյալներով սպասվում է, որ Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիգան դեռ կլինի Լոնդոնում եւ սպասվում է, որ կհանդիպի Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեվիդ Լամիի հետ։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր բրիտանական The Daily Telegraph թերթը, Լոնդոնում կայացած հանդիպմանը ԱՄՆ-ն պետք է ներկայացներ կարգավորման 7 կետից բաղկացած ծրագիր, որը ներառում է ԱՄՆ-ի կողմից Ղրիմի նկատմամբ Ռուսաստանի ինքնիշխանության ճանաչումը։ Սակայն, ինչպես նշում է Հեյնսը, Վլադիմիր Զելենսկին նախօրեին մերժել է այդ հնարավորությունը։ The New York Times-ը հայտնում է, որ հենց այս հայտարարությունից հետո Ռուբիոն չեղարկել է իր ուղևորությունը Մեծ Բրիտանիա։ Առնվազն 2 ահաբեկիչ է սպանվել այն բանից հետո, երբ հնդկական անվտանգության ուժերը խափանել են հնդկական միության տարածք Ջամու եւ Քաշմիր ներթափանցելու նրանց փորձը Պակիստանի հետ հսկողության գծով Բարամուլա շրջանում, հայտնում է Հնդկաստանի բանակը։ Ապրիլի 23-ին մոտ 2-3 ահաբեկիչներ փորձել են ներխուժել Ուրի Նալա Բարամուլա։ Վերահսկիչ գծում հերթապահ պարեկները մարտահրավեր են նետել նրանց եւ կալանել։ 2 ահաբեկիչ սպանվել է ինտենսիվ հրազենային ծեծկրտուքի արդյունքում։ Ներթափանցման փորձը խափանվել է անվտանգության ուժերի կողմից, գրել է հնդկական բանակը X սոցիալական ցանցում։ Հնդկական բանակը նշել է, որ ահաբեկիչներից առգրավել է մեծ քանակությամբ զենք, զինամթեր եւ այլ ռազմական իրեր։ Բախումը տեղի է ունեցել ժամեր անց, այն բանից հետո, երբ Ջամուում եւ Քաշմիրում զբոսաշրջիկների վրա ահաբեկչական հարձակումների հետևանքով զոհվել է առնվազն 26 մարդ, եւս մի քանիսը վիրավորվել են։ Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի իշխանությունները պատրաստ են, որ Ուկրաինան ընդունի Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ մտած տարածքների մի մասի նկատմամբ վերահսկողության կորուստը։ Այս մասին գրում է The Wall Street Journal-ը, վկայակոչելով երկու երկրների դիվանագիտական շրջանակների աղբյուրները։ Ինչպես նշում են զրուցակիցները, դրա դիմաց Ուկրաինան պետք է ստանա իր ապագա անվտանգության հուսալի երաշխիքներ, ինչպես նաեւ ամուր տնտեսական աջակցություն ապագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ նրանք ընդգծում են, որ Ֆրանսիան եւ Մեծ Բրիտանիան կցանկանային, որ Ուկրաինան ճանաչի տարածքների կորուստը միայն դե ֆակտո առանց պաշտոնական հաստատման։ Կորեայի ժողովրդական դեմոկրատական հանրապետության միջև պայմանագրի օրինակով, որն ավարտվեց 1950-ից 53 թվականների պատերազմը։ Հրապարակման հեղինակներն ընդգծում են, որ Ուկրաինայի իր տարածքների մի մասի կորուստը ճանաչելու հեռանկարը անհանգստություն է առաջացրել Ուկրաինայի ղեկավարության եւ Եվրոպայում Կիևի դաշնակից երկրների կառավարությունների շրջանում, սակայն նման սցենարին խոչընդոտում են Ուկրաինայում առկա քաղաքական եւ իրավական մեծ դժվարությունները։ Ապրիլի 24-ին Չինաստանի տիեզերագնացների օրը Չինաստանը ուղեցիրք ուղարկի Շենժոու 20 կառավարվող տիեզերանավը 3 տայկոնավդներով տիեզերագնացների չինական անվանումը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին, հղում անելով Չինաստանի օդաչուավոր տիեզերական թռիչքների ծրագրի բաժնի ղեկավար տեղակալ Լին Սիցյանին։ Գործարկումը կիրականացվի երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող Ջյուկուան արբանյակային հարձակման կենտրոնից Long March 2F արձակման մեքենայի միջոցով։ Շենժոու 20-ը միանալու է Տիանգոգի ուղեծրային կայանին։ Կայանը նախատեսված է 3 անձի համար։ Այն գտնվում է երկրի մակերևույթից մոտավորապես 400 կիլոմետր բարձրության վրա եւ կշռում է 66 տոննա։ Նրա կուպեների ծավալը հասնում է 110 խորանարդ մետրի։ Տիանգոնգը սկսել է իր աշխատանքը 2022 թվականին եւ կզրկվի շահագործումից 2032 թվականին։ Թուրքիան ուշադիր հետևում է Ուկրաինայի շուրջ բանակցություններին եւ կոնկրետ առաջընթաց է ակնկալում Լոնդոնում ծրագրված շփումներից։ Չորեքշաբթի ՌԻԱ Նովոստին հայտնել են Թուրքիայի նախագահի աշխատակազմում։ Երեքշաբթի օրը Washington Post-ը հղում անելով իր աղբյուրներին հայտնել է, որ ԱՄՆ-ն չորեքշաբթի Լոնդոնում կայանալիք ուկրաինական հակամարտության կարգավորման հանդիպմանը կառաջարկի եվրոպական երկրներին եւ Ուկրաինային Ղրիմը ճանաչել որպես ռուսական, մինչդեռ Կիևի ռեժիմի դաշնակիցները հույս
հույս ունե Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքներ ստանալ դրա դիմաց։ Մենք ակնկալում ենք կոնկրետ արդյունքներ ձեր նշած հանդիպումից։ Ակնկալում ենք արդյունքներ, որոնք կնպաստեն կայուն հրադադարին, խաղաղությանը եւ կայունությանը տարածաշրջանում, ասել է գործակալության զրուցակիցը, պատասխանելով ուկրաինական հակամարտության կարգավորման բանակցային գործընթացից Անկարայի ակնկալիքների հարցին։ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքներին լրացուցիչ հրատապ սոցիալական աջակցության ծրագրի շրջանակներում դիմումներն այսօրվանից ընդունվում են Հայաստանի Հանրապետության սոցիալական պաշտպանության www.e-social.am միասնական տեղեկատվական համակարգի միջոցով։ Այս մասին տեղեկացնում են Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից։ Պայմաններին համապատասխանող յուրաքանչյուր ընտանիքի համար աջակցության չափը կկազմի 40,000 դրամ։ Գումարած 10,000 դրամ բռնի տեղահանված յուրաքանչյուր անդամի համար սկսած երկրորդ անդամից։ Բաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների գործով շինցու դատավարությունը այսօր Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործով դատավարության նիստում կրկին ելույթ են ունեցել տուժողները, հաջորդ նիստը կանցկացվի ապրիլի 29-ին Բաքուն Ռուբեն Վարդանյանին մեղադրում է այսպես կոչված Նեմեսիս 2 գործողություն կազմակերպելու համար։ Հռոմի Ֆրանցիսկոս Պապի վերջին խոսքերը շնորհակալություն էին նրա վստահելի առողջապահական օգնական Մասիմիլիանո Ստրապետիին։ Այս մասին գրում է Վատիկան Նյուզը։ Ըստ հրատարակության օգնականը համոզել է Պոնտիֆիկոսին վերջին անգամ ավտոմեքենայով զբոսել ավանդական Ուրբեյ էտ Օրբի քաղաքին եւ աշխարհին ուղերձից հետո։ Ֆրանցիսկոսը, ինչպես նշվում է, ինքն է ցանկացել դա, բայց կասկածել է եւ խորհուրդ խնդրել Ստրապետիից։ Ուղևորությունից հետո Պոնտիֆիկոսը շնորհակալություն է հայտնել նրան, ասելով շնորհակալ եմ, որ ինձ հետ բերեցիք հրապարակ, ասվում է հոդվածում։ Ապրիլի 20-ի կեսօրին Ֆրանցիսկոսը հանգստացել է եւ հանգիստ ընթրել, գրում է Վատիկան Նյուզը։ Ապրիլի 21-ի վաղ առավոտյան Ֆրանցիսկոսի ինքնազգացողությունը վատացել է եւ Պոնտիֆիկոսը շուտով կոմայի մեջ է ընկել։ Ըստ մոտ կանգնած աղբյուրին նա կյանքից հեռացել է արագ եւ առանց տանջվելու։ Բուկմեյքերները Պոնտիֆիկոսի կոչման ֆավորիտ են անվանում իտալացի կարդինալ Սուրբ Աթոռի պետքարտուղար Պիետրո Պարոլինին։ Այս մասին գրում է բրիտանական The Guardian թերթը։ Հրատարակության տվյալներով 70-ամյա Պարոլինը եղել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի մտերիմը, ինչպես նաև դիվանագիտական մեծ փորձ ունի։ Oddshakers բուկմեյքերական գրասենյակը Պարոլինի ընտրվելու շանսերը գնահատում է 40%։ Նրա ընտրվելու հավանականությունը 6.4 է։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի եւ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Ստիվ Ուիտկովի ուղևորության չեղարկումը ուկրաինացի եւ եվրոպացի պաշտոնյաների հետ Լոնդոնում հանդիպելու նպատակով զգալիորեն նվազեցնում է ծրագրված հանդիպման կշիռը, որը նախկինում Եվրոպայում դիտվում էր որպես հաստատում, որ նա նստել է ուկրաինական կարգավորման շուրջ բանակցությունների սեղանի շուրջ։ Այս մասին հայտնում է Financial Times թերթը։ Ռուբիոյի եւ Ուիտկովի այցի չեղարկումը, որը հայտարարվել է 3 երեկոյան կտրուկ նվազեցնում է հանդիպման նշանակությունը, որը որոշ եվրոպացի պաշտոնյաներ ընկալեցին որպես հաստատում, որ նրանք վերջապես նստել են սեղանի շուրջ, ասվում է հրատարակության մեջ։ Financial Times-ը նշում է, որ նրանց համար, ովքեր հույս ունեին, որ հանդիպումը կհաստատվի Եվրոպայի տեղը բանակցությունների սեղանի շուրջ, իրավիճակը ջախջախիչ հիասթափություն է։ Մադրիդի Ռեալի ֆուտբոլիստ Վինիսիուսին սպառնում է 2 տարվա որակազրկում, այս մասին իր սոցիալական ցանցերում հայտնում է լրագրող Ջանլուկա Դի Մարսիո։ Ֆուտբոլիստը ներգրաված է եղել մի քանի պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբների ձեռքբերման ծրագրերում Ալգեյնսիամենտո Էսպորտիվո ընկերության միջոցով, որը պատկանում է ֆուտբոլիստի հորն ու գործակալ Տասիլո Սուարեսին։ Նման գործարքները կարող են շահերի բախում առաջացնել Վինիսիուսի ակտիվ ֆուտբոլիստ լինելու պատճառով։ Մոսկվայի Տագանսկի դատարանը կքննարկի ամերիկյան Apple Distribution International Ltd ընկերության դեմ համացանցի միջոցով ոչ ավանդական սեռական հարաբերությունների քարոզչության գործը, այս մասին հայտում է TASS-ը։ Նշվում է, որ Apple-ի թիվս այլ բաների մեղադրվում է սեռափոխությունը խթանելու կամ երեխաներ ունենալուց հրաժարվելու մեջ։ Դատարանը հաղորդում է ստացել Apple-ի դեմ վարչական իրավախախտման մասին 6.21 հոդվածի 3 մասի համաձայն ոչ ավանդական սեռական հարաբերությունների եւ կամ նախապատվությունների քարոզչություն, սեռափոխություն կամ ինտերնետից երեխաներ ունենալու մերժում, պարզաբանել է դատարանը։
Մասկի դեպարտամենտին հասանելի են դարձել ԱՄՆ միլիոնավոր ներգաղթյալների անձնական տվյալների շտեմարանը։ Այս մասին հաղորդում է The Washington Post-ը։ The Washington Post-ի տվյալներով Դոգե վարչության մոտ 6 աշխատակից, որը գործում է Արդարադատության նախարարության ներքո, անցյալ շաբաթ գաղտնի համակարգ մուտք գործելու թույլտվություն է ստացել։ Այն պարունակում է տեղեկություններ օրինական եւ անօրինական ներգաղթյալների մասին, անուններ, հասցեներ ներգաղթի, դատարանի գրառումներ եւ իրավապահ մարմինների պատմություն։ Արդարադատության նախարարության համակարգ մուտքը Թրամփի վարչակազմի վերջին փորձն է ավելի խորանալու դաշտային տվյալների հսկայական շտեմարանների մեջ առաջ մղելու նախագահի ագրեսիվ արտաքսման ջանքերը, գրում է թերթը։ Քաթարը եւ Եգիպտոսը Իսրայելին առաջարկել են Գազայում պատերազմին վերջ տալու նոր ծրագիր, որը նախատեսում է զինադադար 5-ից 7 տարով։ Այս մասին հաղորդում է BBC-ն։ Ծրագիրը ներառում է 5-ից 7 տարվա զինադադար, բոլոր իսրայելցի պատանդների փոխանակումը պաղեստինցի գերիների հետ, ռազմական գործողությունների պաշտոնական ավարտը եւ Գազայի հատվածից Իսրայելի ամբողջական դուրսբերումը։ Համասն արձագանքել է իր պատրաստակամությունը, հայտնելով Գազայի կառավարումը հանձնելու ցանկացած պաղեստինյան մարմնի, որը կհամաձայնեցվի ազգային եւ տարածաշրջանային մակարդակով։ Դա կարող է լինել Պաղեստինի ինքնավարությունը կամ կառավարման նոր մեխանիզմը։ Եվրոպան պետք է որոշի, թե արդյոք նա նշանակալից դեր կունենա Իրանի դեմ պատժամիջոցների թուլացման եւ չեղարկման գործընթացում։ Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը։ Եվրոպական երկրները պետք է որոշեն, թե արդյոք ցանկանում են կառուցողական դեր խաղալ Իրանի դեմ պատժամիջոցների չեղարկման հարցում եւ վերականգնել իրենց դիրքերը, թե այս գործընթացում հանդես գալ որպես ավերիչ ուժ։ Եվրոպան շատ կարևոր դեր է խաղացել գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի ձևավորման գործով, կուտակելով լավ փորձ այս գործընթացի դյուրացման գործում։ Այս ընթացքում մենք Իրանի Իսլամական Հանրապետությունը բարեխղճորեն տեղյակ ենք պահել եվրոպական երկրներին բանակցությունների ընթացքի մասին, ասված է արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։ Իսրայելի կողմից մղվող պատերազմը սրվում է Գազայի հատվածում եւ Հորդանան գետի արևմտյան ափին։ Այս մասին ասվում է Պաղեստինի կառավարության հաղորդակցության կենտրոնի հրապարակած զեկույցում։ Գազայի հատվածում եւ Հորդանան գետի արևմտյան ափում Իսրայելի ցեղասպանական պատերազմը պաղեստինցի ժողովրդի դեմ սրվում եւ թեւավ կողում է նոր մահացու փուլ։ Փաստաթղթում մեջբերում է պաղեստինյան Վաֆա լրատվական գործակալությունը։ 2025 թվականի մարտի 18-ից ի վեր, երբ հրադադարը խզվեց, Իսրայելը Գազայի հատվածում սպանել է 1827 պաղեստինցի եւ վիրավորել եւս 4828-ի համաձայն կառավարության տվյալների, բացի այդ ավելի քան 420,000 մարդ բռնի տեղահանվել է։ Առողջապահական համակարգը ավերվել է 2 միլիոն պաղեստինցիներ այժմ ամբողջովին կախված են մարդասիրական օգնությունից, որը Իսրայելի կողմից թույլ չի տալիս Գազայի հատված մտնել, ընդգծվում է զեկույցում։ Հնդկաստանի ներքին գործերի նախարարությունը Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի մահվան կապակցությամբ ազգային սուկ է հայտարարել, որը կտևի ապրիլի 22-ից 23-ը, ինչպես նաև Պոնտիֆիկոսի հուղարկավորության օրը։ Ի նշան հանգուցյալի հանդեպ հարգանքի Հնդկաստանում երրորդյա պետական սուկ է հայտարարվելու հետևյալ հաջորդականությամբ 2 օր պետական սուկ, երեքշաբթի ապրիլի 22-ին եւ չորեքշաբթի ապրիլի 23-ին եւ 1 օր պետական սուկ հուղարկավորության օրը, ասվում է Հնդկաստանի ներքին գործերի նախարարության կայքում։ Հռոմի Ֆրանցիսկոս Պապը մահացել է 2025 թվականի ապրիլի 21-ին Վատիկանի իր նստավայրում։ Նա առաջին պապն էր Լատինական Ամերիկայից Արգենտինա, որը կաթոլիկ եկեղեցին ղեկավարում է 2013 թվականի մարտից։ Գազայի հատվածին վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի հարվածների հետևանքով առնվազն 29 մարդ է զոհվել։ Այս մասին հայտում է Քաթարյան Ալ Ջազերա հեռուստաալիքը։ Իսրայելական ուժերը հարվածներ են հասցրել վրանային ճամբարներին տեղահանվածներով ամբողջ Պաղեստինյան անկլավում։ Եվրամիությունը հարգանքի տուրք է մատուցել Հռոմի Ֆրանցիսկոս Պապին իջեցնելով դրոշները։ Աշխարհը սգում է Հռոմի Ֆրանցիսկոս Պապի մահը, նա ոգեշնչեց միլիոնավոր մարդկանց իր խոնարհությամբ ու մաքուր սիրով։ Մեր մտքերը բոլոր նրանց հետ են, ովքեր սգում են այս խորը կորուստը։ Թող նրանք մխիթարվեն այն մտքով, որ Ֆրանցիսկոս Պապի ժառանգությունը կշարունակի առաջնորդել մեզ դեպի ավելի արդար խաղաղ աշխարհ, ասել է Եվրոպական հանձնաժողովի գլխավոր քարտուղարի տեղակալը, նշելով, որ Եվրամիության նախագահ կմեկնի Հռոմ մասնակցելու Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի հուղարկավորության արարողությանը։ Ինչ է հիմա ուզում Ադրբեջանը, ինչու են կրակում, նման հարց լրագրողն ուղղեց ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին, ի պատասխան վերջինս ասաց.
Հարցրեք Ադրբեջանի հետ աշխատող ընդդիմադիր գործիչներին։ Իրենք շատ լավ ասում են, թե Ադրբեջանն ինչ է ուզում, հետո մեղադրում են մեզ դրա կատարման մեջ։ Հետո ասում են Ադրբեջանը եթե կրակում է, ուրեմն ամեն ինչ ձեր մոտ չի ստացվելու։ Նա վստահեցրեց, որ բանակցությունները փակուղում չեն, քննարկումները շարունակվում են։ Բանակցությունները փակուղում չեն, հայտնվելու եւ պատերազմի հավանականությունը որևէ քայլով չի ավելացվելու։ Ասաց Սիմոնյանը, նշելով, որ ամեն ինչ պետք է արվի, որ Հայաստանի Հանրապետության իշխանության խաղաղության օրակարգն իրականություն դառնա։ Ազգային ժողովի նախագահի կարծիքով կարող է կրակոց լինել ու ոչ մի էսկալացիա չլինել եւ հակառակը։ Մինչեւ 2018 թվականը բավականին շատ կրակոցներ են եղել, բայց պատերազմ չի եղել, բազմաթիվ մայր են եղել սահմանին, իսկ հիմա ունենք իրավիճակ, երբ կա համաձայնեցված փաստաթուղթ։ Նա նշեց, որ Սանտ Պետերբուրգում առանձնազրույց ունեցել Ադրբեջանի Միլի Մեջլիսի նախագահ Սաիբա Գաֆարովայի հետ։ Իմ տպավորություններով որևէ փակուղու մասին պետք չէ խոսալ, նաև ադրբեջանական կողմին է ձեռք տալիս, որ գործընթացը հնարավորինս արագ ավարտին հասցվի, որով մենք զբաղվում ենք։ Հայաստանի Հանրապետության կառավարության հերթական նիստը տեղի կունենա չորեքշաբթի, ապրիլի 23-ին ժամը 11:00-ի։ ՔՊ խմբակցությունը դեմ կքվեարկի Անդրանիկ Քոչարյանի վարքի հետ կապված էթիկայի հանձնաժողով ստեղծելու նախագծին։ Այս մասին այսօր ապրիլի 22-ին ազգային ժողովում լրագրողների զրույցում նշեց ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, բայց ՔՊ խմբակցությունը տևական ժամանակ աշխատում է ազգային ժողովում մշտական գործող էթիկայի հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ, որտեղ կքննվեն պատգամավորական էթիկայի վերաբերյալ ամենատարբեր հարցերը։ Հույս ունենք, որ այդտեղ ընդդիմությունը եւս մեզ հետ կհամագործակցի, որովհետեւ նաեւ ընդդիմության ձայներն են մեզ պետք լինելու եւ կստեղծվի մշտական գործող էթիկայի հանձնաժողով, ասաց նա։ Հիմա էլ ՔՊ-ն փորձում է մոլորեցնել հանրությանը, պնդելով, թե իբր հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացող օրենք արդեն իսկ գոյություն ունի եւ մեր առաջարկած օրինագիծը անիմաստ է։ Այս մասին իր էջում գրել է Հայաստան խմբակցության падգամավոր Քրիստինե Վարդանյանը։ Սա փաստերի խեղաթյուրում է։ Այո, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 136-րդ հոդվածն առկա է, սակայն այն պատժելի է դարձնում միայն այն դեպքերը, երբ ցեղասպանության ժխտումը կատարվում է ատելություն, խտրականություն կամ բռնություն հրահրելու նպատակով։ Այսինքն, եթե որևէ մեկը պարզապես հերքում է հայոց ցեղասպանությունը կամ կասկածի տակ է դնում դրա իրողությունը, առանց վերոնշյալ հրահրման նպատակի պատժի չի ենթարկվում։ Ավելի պարզ օրինակ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները գործող օրենսդրությամբ չեն կարգավորվում այն փոփոխության նախագծով, որն առաջարկել է Հայաստան խմբակցությունը։ Նման հայտարարությունների համար նախատեսված է քրեական հետապնդում։ Սա է մեր առաջարկած փոփոխության արմատական տարբերությունը։ Մենք պահանջում ենք, որ հայոց ցեղասպանության ժխտումն ու նսեմացումն ինքնին համարվի քրեական արարք, անկախ նրանից դրան կից հնչում է ատելություն թե ոչ։ Պարլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի տնօրեն Գոհար Մելոյանը Facebook-յան իր էջում գրում է. հրապարակվեց Սահմանադրական դատարանի ՍԴՕ 1776 որոշման ամբողջական տարբերակը։ Նախ պետք է ընդգծել, որ Սահմանադրական դատարանի անդրադարձը վերացական հսկողության շրջանակներում է, իսկ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի շատ այլ հակասահմանադրական տարրեր դեռ հնարավորություն ունեն բացահայտվելու անհատական գանգատների շրջանակներում։ Ինչ վերաբերում է արդեն հարուցված հայցերին, միանշանակ որոշ հայցեր անմիջապես պետք է մերժվեն, քանի որ պրակտիկայում կան դեպքեր, երբ անձի նկատմամբ հարուցվել է ապօրինի ծագում ունեցող գույքի վարույթ եւ վերջինս որպես պատասխանող է ներգրավված այն դեպքում, երբ տվյալ անձը ոչ պաշտոնատար անձ է եղել, ոչ էլ որևէ քրեական գործով մեղադրյալ։ Արձանագրվում է, որ եթե ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթով անցող անձը մեղադրվում էր դիցուկ մի հանցանքի համար, որը ենթադրաբար կատարվել էր 2011 թվականին, ապա դատախազությունը չի կարող տվյալ անձից պահանջել պայմանական 1996 թվականին ձեռք բերված գույք, որն անձի պաշտոնի զբաղեցումից առաջ է ձեռք բերվել կամ առաջադրված մեղադրանքի հետ աղերս չունի։ Ակնհայտ է, որ Սահմանադրական դատարանն այս որոշումն առնվազն հանգեցնելու է բազմաթիվ գործերով հայցի առարկայի էական նվազեցման, ըստ իս մի շարք գործերով նաև հայցերի մերժման, սակայն սպասենք ձևավորվող իրավակիրառ պրակտիկային։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեքշաբթի առանձնազրույց կունենա Օմանի սուլթան Հայթամ բեն Թարիկ Ալ-Սաիդի հետ, ինչպես նաև պետական ընթրիք կլինի։ Կկայանա նաև ստորագրված փաստաթղթերի փոխանակում։ Լրագրողներին հայտնել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Այսօր մեծ օր է ռուս-օմանական հարաբերությունների համար, ինչը կարտացոլվի Պուտինի աշխատանքային գրաֆիկում։ Այնուհետև տեղի կունենան ռուս-օմանական բանակցություններ պետական ընթրիքի ձևաչափով։ Կկայանա ստորագրված փաստաթղթերի փոխանակման արարողությունը, ասել է Պեսկովը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման ծրագիրը կարող է ներառել Կիևի կողմից վերահսկվող տարածքներում եվրոպական զորքերի տեղակայման մասին կետ։ Այս մասին հայտնում է New York Post թերթը վկայակոչելով ամերիկացի պաշտոնյային։ Ամենադժվարը ծրագրում այն է, թե ինչպիսին կլինեն անվտանգության ուժերը։ Մենք նրանց անվանում ենք դիմադրողական ուժեր, հասարակությանը ասել է աղբյուրը։ Դիմակայուն ուժերը անվտանգության երաշխիքների մի մասն են, որոնք ցանկանում են ուկրաինացիները, եւ մենք հույս ունենք, որ նրանք կստանան դրանք։ Բացի այդ, քննարկվում է համատեղ հանձնաժողովի ստեղծման հարցը, որը կներառի Ռուսաստանի, Ուկրաինայի եւ ՆԱՏՕ-ի անդամ երրորդ երկրի ներկայացուցիչները հրադադարը վերահսկելու համար, պնդում է New York Post-ը։ ԱՄՆ-ն իբր նույնպես կարող է ներգրավել այս գործընթացում, բայց ոչ որպես ռազմական ուժ տեղում, այլ որպես ֆինանսական ուժ երրորդ երկրի հետ միասին։ Ավելին թերթը գրում է, որ ուկրաինական իշխանությունները ամենայն հավանականությամբ կզիջեն իրենց տարածքի 20%-ը, եթե դա դիտարկվի որպես տարածքների դե ֆակտո ճանաչում, ոչ թե դե յուրե։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ մասնակցելու է Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի հուղարկավորությանը, հայտնում է BFM TV-ին տված մեկնաբանությունում Էմանուել Մակրոնը հաստատել է, որ մասնակցելու է Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի հուղարկավորությանը, նշում է հեռուստաալիքը։ Հռոմի Ֆրանցիսկոս Պապը ասել է երկուշաբթի ապրիլի 21-ին 88 տարեկան հասակում։ Սիրիայի իշխանությունները լրջորեն են ընդունել ԱՄՆ պետդեպարտամենտի նախազգուշացումները Դամասկոսում հնարավոր ահաբեկչությունների մասին եւ ուժեղացրել են անվտանգության միջոցները։ ՌԻԱ Նովիսին հայտնել է սիրիական վարչակազմի մոտ կանգնած աղբյուրը։ Սիրիայի իշխանությունները լրջորեն ընդունեցին ԱՄՆ-ի նախազգուշացումները Դամասկոսում եւ այլ նահանգներում առաջիկա օրերին կամ շաբաթներին հնարավոր ահաբեկչությունների եւ դիվերսիաների մասին եւ կարգադրեցին միջոցներ ձեռնարկել այդ սպառնալիքները կանխելու համար, ասել է գործակալության աղբյուրը։ Աղբյուրը նշում է, որ սիրիական ղեկավարությունը անվտանգության ծառայություններին եւ պաշտպանության նախարարությանը հանձնարարել է արագ եւ արդյունավետ միջոցներ ձեռնարկել սպառնալիքներին դիմակայելու համար, հատկապես այն բանից հետո, երբ հաղորդում է, որ Դաիշ ահաբեկչական խմբավորումը Ռուսաստանում արգելված, հայտարարել է Դամասկոսի թիրախների վրա մի շարք հարձակումներ իրականացնելու իր մտադրության մասին Սիրիայի Արաբական Հանրապետության նոր իշխանություններին թշնամաբար հայտարարելով այն բանից հետո, երբ նրանք ցանկություն են հայտնել միանալ Դաիշի դեմ պայքարող միջազգային կոալիցիային 2014 թվականից։ Արաբական Միացյալ Էմիրություններում մի շարք լողափեր փակվել են նավթի արտահոսքի պատճառով։ Հյուրանոցները լողավազաններ են տրամադրում, իսկ տուրօպերատորները զբոսաշրջիկներին տեղափոխում են, հայտնում է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան։ ԱՄԷ-ի Օմանից ծոցի ափի մի քանի լողափեր Ֆուջեյրա եւ Շարժա Էմիրություններում նավթի արտահոսքի պատճառով փակ են մնում։ Նախորդին հայտնի դարձավ, որ լողի արգելքը ազդել է նաեւ Շարժա Էմիրության Կալբա լողափի վրա։ Այնուամենայնիվ տուրօպերատորները ռուս զբոսաշրջիկներից ստանում են նվազագույն թվով բողոքներ եւ տեղափոխման խնդրանքներ, պարզաբանել է A-Tor-ը։ Ըստ Coral Travel-ի Կալբա լողափի եւ շրջակայքի հյուրանոցները իրենց հաճախորդների լավագույն նախասիրությունների շարքում չեն։ Մեկ այլ տուրօպերատոր էլ հայտնել է, որ զբոսաշրջիկների կողմից վերաբնակեցման հարցումներ կան, ընթացքի մեջ են ընտրվում են այլ ընտրանքային տարբերակներ, բայց դա տարածված երևույթ չէ։ Տոկիոն համաձայնել է Կիևին փոխանցել երկրի ուղեցրի արբանյակներից ստացված հետախուզական տվյալները, այս մասին գրում է Intelligence on-line պորտալը։ Լրագրողների տվյալներով համապատասխան հարցումով Ճապոնիայի իշխանություններին է դիմել Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչությունը, ակնկալվում է, որ Կիևը կստանա պատկերներ եւ հետախուզական տվյալներ IQPS ինստիտուտից, վերջինս ունի 5 արբանյակ հագեցած սինթետիկ բացվածքի ռադարներով։ Ուկրաինական Deep State վերլուծական նախագծի Telegram ալիքը հայտնում է, որ ներկայումս 3 եվրոպական երկրներ Կիևի հետ կիսվում են արբանյակային պատկերներով, խոսքը Գերմանիայի, Ֆինլանդիայի, Իտալիայի մասին է։ Գեղարդ գիտավերլուծական հիմնադրամը անդրափորձերին։ Ադրբեջանի հերթական քարոզչական նախաձեռնությանը Վարշավայում կազմակերպված լուսանկարչական ցուցահանդեսին հիմնադրամը դատապարտում է Ադրբեջանի շարունակական փորձերը խեղաթյուրելու պատմական իրականությունը եւ միջազգային հարթակներում տարածելու կեղծ թեզեր։ Նշվում է, որ Արևմտյան Ադրբեջանը մեր մշակութային հիշողության մեջ խորագրի ներքո ներկայացված ցուցահանդեսը կրում է ակնհայտ հակահայկական բնույթ։ Գեղարդ հիմնադրամը կոչ է անում բոլոր այն երկրներին ու կազմակերպություններին, որոնք կազմակերպում եւ անցկացնում են նմանատիպ միջոցառումներ, չնպաստել Ադրբեջանի կողմից հակահայկական կեղծ թեզերի տարածմանն ու Բաքվի կողմից հայկական մշակութային ժառանգության յուրացման հերթական փորձերին։ Հիմնադրամի հոդվածն ամբողջությամբ ներկայացնում է Էքստորիև։ Գեղարդ հիմնադրամը կոչ է անում բոլոր այն երկրներին ու կազմակերպություններին, որոնք կազմակերպում եւ անցկացնում են նմանատիպ միջոցառումներ, չնպաստել Ադրբեջանի կողմից կեղծ թեզերի տարածմանն ու Բաքվի կողմից հայկական մշակութային ժառանգության յուրացման հերթական փորձերին։
ՆՍ ՕՏՏ Գարեգին II ծայրագույն պատրիարք եւ ամենայն հայոց կաթողիկոսը ցավակցագիր է հղել Հռոմի Սրբազան քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի վախճանման առիթով։ Երջանկահիշատակ Ֆրանցիսկոս Պապը խոնար քաջ ու բարի հովիվ էր, որ հավատարմորեն քայլում էր մեր Տեր Հիսուս Քրիստոսի հետքերով։ Նա ստանձնեց պապական բարձր ու պատասխանատու առաքելությունը դժվարին ժամանակներում եւ վկայեց ավետարանը մշտապես պաշտպան լինելով արդարության ու խաղաղության առանձնակի ուշադրություն ու խնամք բերելով կարիքավորներին, ինչպես նաեւ իր կարևոր ներդրումը բերելով միջեկեղեցական հարաբերությունների զորացմանը։ Առանձնակի մխիթարությամբ մենք անդրադառնում, որ Սրբազան Պապը մշտապես իր աղոթներ հնչեցնում պատերազմներով եւ անարդարությամբ վիրավորված աշխարհի իմաստավորի Արցախյան պատերազմի ծանր հետևանքները կրող մեր ժողովրդի համար։ Ասված է վեհափառ հայրապետի ցավակցագրում։ Նորին սրբությունն ընդգծել է, որ հայ ժողովուրդը երախտագիտությամբ է հիշելու հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով Սուրբ Պետրոսի տաճարում մատուցված Սուրբ Պատարագը, Սուրբ Գրիգոր Նարեկացու հռչակումը, որպես տիեզերական եկեղեցու վարդապետ, ինչպես եւ Սրբազան քահանայապետի այցը Հայաստան։ Ամենայն հայոց կաթողիկոսն իր աղոթն է վերառաքել առ Աստված երջանկահիշատակ Սրբազան Պապի հոգու հանգստության, խաղաղության, ինչպես եւ ողջ կաթոլիկ եկեղեցու հոգեվոր դասին եւ հավատացելուց մխիթարության համար։ Զատկի Տոնի Հանգստյան օրերին Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելությունը իր գործունեության տարածքում անցկացրել է 27 ցերեկային եւ գիշերային պարեկություն, այն ներառել է Խոզնավար, Խնածախ եւ Արավուս գյուղերում պարեկությունը։ Խոզնավարում առաքելությունը արձանագրել է քաղաքացիական ենթակառուցվածքներին վնաս հասցրած երկու կրակոցների հետևանքները, որոնք հնարավոր է արձակվել են այդ հատվածի ադրբեջանական դիրքերից, նշված է Եվրամիության առաքելության գրասենյակի Facebook-յան էջում։ Նախորդին Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարությունն տեղեկացրել էր, որ ապրիլի 20-ին ժամը 02:30-ի սահմաններում Ադրբեջանի զուստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է գյուղի բնակելի տներից մեկի տանիքում տեղադրված արևային ջրատաքացուցիչը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անանուն խորհրդականը հայտարարել է, որ Պենտագոնի ղեկավար Փիթ Հեքսեթը չունի այդ պաշտոնում հաջողությամբ ծառայելու հմտությունները։ Այս մասին հայտնում է News Nation հեռուստաալիքը։ Փիթ Հեքսեթը չունի հաջողագործելու հմտություններ։ Փիթը երկար ժամանակ խնդիր է եղել եւ կշարունակի լինել։ Նրա մոտ բացակայում են կառավարման հմտությունները, նա համապատասխան բնավորություն չունի այս պաշտոնում լինելու համար, ասել է Սպիտակ տան խորհրդականը ապրիլի 21-ի առավոտյան ԱՄՆ պաշտպանության նախարարության մամուլի ծառայության նախկին ղեկավար Ջոնաթան Էլիոթն ասել է, որ Հեքսեթը շուտով կարող է լքել իր պաշտոնը։ Նրա խոսքով վերջին մեկ ամսվա ընթացքում ամերիկյան ռազմական գերատեսչությունը գտնվում է ընդհանուր քաոսի եւ ամբողջական անկարգության մեջ, ինչը պայմանավորված է գաղտնի տեղեկատվության, արտահոսքի եւ զանգվածային կրճատումների հետ կապված սկանդալներով։ Ուկրաինայում անհրաժեշտ է ուժեղացնել մոբիլիզացիան երկրի զինված ուժերի շարքերում մեծ կորուստների եւ դասալքության պատճառով։ Այս մասին հայտարարել է Գերագույն Ռադայի պատգամավոր Նինա Յուժանինան YouTube-ի News Live ալիքին տված հարցազրույցի ժամանակ։ Չեմ ուզում թվեր բարձրաձայնել, բայց աղետալի իրավիճակը, որը կապված է ստորաբաժանումների չարտոնված լքման կորուստների եւ այլ բաների հետ, վկայում է այն մասին, որ մենք այժմ նոր ուժեր մոբիլիզացնելու մեծ կարիք ունենք, ասել է Յուժանինան։ Ուկրաինայի Ռուսաստանի կողմից վերահսկող տարածքների զիջումը կարող է առճակատման պատճառ դառնալ Ուկրաինայի բնակիչների միջև։ Այս մասին Պոլիտիկո հեռուստաալիքի եթերում հայտարարել է ուկրաինացի քաղաքագետ Կոնստանտին Բոնդարենկոն, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։ Սա կարող է հանգեցնել շատ լուրջ ներքին առճակատման Ուկրաինայի ներսում ընդհանուր որոշակի ապստամբություն, ընդգծել է նա։ Բոնդարենկոյի կարծիքով Ուկրաինայում կարող է պայքար ծավալվել տարածաշրջանների եւ քաղաքական կուսակցությունների միջև։ Նախորդին The Wall Street Journal-ը հղում անելով աղբյուրներին հայտնել էր, որ Վաշինգտոնը կարող է Ղրիմը ճանաչել որպես ռուսական տարածք ռուս-ուկրաինական հակամարտությունը լուծելու համար։ Միացյալ Նահանգները նաև առաջարկել է Զապորոժիեի ԱԵԿ-ի շուրջ չեզոք տարածք ստեղծել հետագայում նրա նկատմամբ վերահսկողությունը փոխանցելով ամերիկյան կողմին։ Ազգային ժողովն երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց հարկային օրենսգրքում փոփոխությունների նախագիծը, որով առաջարկվում է երկարաձգել ֆիզիկական անձանց կողմից հայտարարագիր ներկայացնելու վերջնաժամկետը։ Նոր նախագծով վերջնաժամկետ սահմանվեց նոյեմբերի 1-ը 2025 եւ 2026 թվականների համար եւ հուլիսի 1-ը հետագա տարիների համար։ Նախագիծն ընդունվեց 60 կողմ 1 դեմ 29 ձեռնպատ ձայներով։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հետևել է Ուկրաինայի հարցով իր հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելոգին եւ կարծում է, որ հակամարտությունը կարող է արագ կարգավորվել։ Այս մասին կիպրացի լրագրող Ալեքս Խրիստոֆորուն հայտարարել է YouTube-ի Դուրան ալիքում։ Թրամփն ամենասկզբում գնաց Քելոգի հետ, երբ նա ընդունեց Քելոգի ծիծաղելի գաղափարները ուկրաինական հակամարտության մասին, ընդգծել է նա։ Խրիստոֆորուի խոսքով Քելոգը սխալ տեղեկատվություն էր ստանում ուկրաինական հակամարտության մասին, ուստի Թրամփը կարծում էր, որ ճգնաժամի արագ լուծումը հնարավոր է։
Իսկ այժմ եղանակի մասին եղանակի տաքացումը կշարունակվի, բայց ապրիլի 20-ից օրվա ընթացքում մի պահ գարնանային կարճատև անձրևներ կլինեն։ Երևանում ապրիլի 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, ապրիլի 20-ին 23-ին օրվա ընթացքում սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ։ Մարզերում ապրիլի 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, ապրիլի 20-ին 23-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ։ Քամին արևմտյան հատվածում 2-ից 5 մետր վարկյան արագությամբ։ Ապրիլի 21-ին 23-ին առանձին վայրերում սպասվում է քամուշ գնացում 14-ից 17 մետր վարկյան արագությամբ։